Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ինչպե՞ս ես վերաբերվում ցույցերին ու տարբեր ակցիաներին։ Ցույցերի միջոցով մարդիկ արտահայտում են իրենց բողոքը կամ բարկությունը մասնակցելով գործադուլների, փողոցներ փակելով կամ սոցցանցերում որոշակի կոչեր ու հայտարարություններ տարածելով։ Մարդիկ նման ակցիաների միջոցով մյուսներին ստիպում են լսել ու նկատել իրենց դժգոհությունը։ Սիրելի՛ բարեկամ, ի տարբերություն մարդկանց, Աստված ոչ թե Իր դժգոհության բողոքն է լսելի դարձնում, այլ մեր հանդեպ ունեցած Իր սերը։ Հռոմեացիս 5:8 խոսքում գրված է. «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ»։ Աստված ի ցույց է դնում մեր հանդեպ Իր ունեցած սերը։ Նա փափագում է, որ դու նկատես ու հասկանաս Իր սիրո գործերը։ Սիրով լեցուն Իր ուղերձներով Նա կամենում է գրավել քո ուշադրությունը։ Նա ուզում է հիշեցնել քեզ, որ դու Իր զավակն ես և պետք է Իր սիրո մեջ ապրես։ Նա որոնում է քեզ և ուզում է քո կյանքը դնել ճիշտ ուղու վրա, որպեսզի դու երբեք չշեղվես Իր բարի, հաճելի ու կատարյալ կամքից։ Նա կբռնի քո ձեռքը, երբ հոգնես, և կզորացնի քեզ, երբ ուժասպառ լինես։ Նա կարոտում է քեզ և կարևորում է այն ժամանակը, որը դու Իրեն ես հատկացնում։ Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծու մեր հանդեպ ունեցած սիրո մարմնավորումն է։ Մոտ 2000 տարի առաջ Նա Իր սերը ցույց տվեց խաչի մահվան միջոցով մեր մեղքերի համար փրկագին դառնալով։ Նա չի փոխվել նաև այսօր։ Նա մեր կյանքերում հույսի, խաղաղության և անհամար օրհնությունների հեղինակն է։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, Աստված ի ցույց է դնում և ուզում է, որ դու նկատես Իր ջերմ վերաբերմունքը քո հանդեպ։ Երեմիայի մարգարեության 31:3 խոսքում գրված է. «Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. հավիտենական սիրով եմ քեզ սիրել, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի»։ Հավատում եմ, որ Տերը սպասում է քո սիրո և հնազանդության արձագանքին։ Երկրպագիր և երախտիքի աղոթք բարձրացրու առ Աստված։ Նա արժանի է մեր փառաբանություններին ու մեծարանքին։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։